Երկրորդ, ձևավորած պետական հասարակական քաղաքական տնտեսական իրողությունների համառոտ բնութագիրը։ 2007 թվականը հանրապետությունում իշխանությունը ընտրությունների իմիտացիայով զավթած վարչախմբին արտառոց ոչինչ չէր խոստանում։ Ըստ ամենազգուշավոր կանխատեսում գնահատականների անգամ իշխանության թեկնածուն առաջին իսկ փուլում վստահաբար բավական մեծ խզումով հաղթելու էր նախագահի թեկնածուի հիմնական հակառակորդ հաճախորդներից որևէ մեկին, եւ նման լավատեսական կանխատեսումների բոլոր հիմքերը կարծես առկա էին։ Նախագահական ընտրություններ կոչվող քաղաքական խաղի սցենարը մշակված ու 1-2 անգամ խաղարկված էր։ Դրան նախորդած ընտրություններում հանրապետական կուսակցությունը ընդդիմության ու նաև իշխանական մյուս ուժերի նկատմամբ տպավորիչ հաղթանակ էր տարել, հաղթանակը ճակերտների մեջ։ Քաղաքական մեծամասնության կոալիցիան ձևավորված, սանձված էր, յուրաքանչյուրի կերակրատաշտը բաժանված, այնպես որ նրանցից իշխանական երկրորդ լուրջ թեկնածու առաջադրելը բացառված տարբերակ էր, առլուրժների մասին չեմ ուզում նշել։ Արմատական ընդդիմությունը այժմ սիմվոլիկ ներկայություն ուներ ու երկրի կառավարումից լիովին հեռացված էր, գոյության ու նախընտրական պայքարի նյութական միջոցներից իսպառ զրկված։ Երկիրը շարունակում էր զարգանալ երկնիշ տնտեսական ցուցանիշներով, այդ երկնիշը էլի ճակերտներով, պետական պաշտոնյաներն ու գործարարները համատարած կոռուպցիայի ու մենաշնորհային տնտեսության հաշվին էլ ավելի էին հարստացել ու հղբացել, նախկինի նման պատրաստակամ էին թալանացի մի մասը, որպես ընտրակաշար բաժանելու վեհգործին հետագայում տասնապատիկը ձեռք գցելու իրական հեռանկարով։ Պետության արտաքին կոմպլիմենտար խաղը առայժմ հավասարապես ընդունվում էր թե հյուսիսում եւ թե արևմուտքում, հյուսիսի ռազմական օժանդակությունն ու աջակցությունը լրացվում էր արևմուտքի ֆինանսական հոսքերով ու բարեգործական ծրագրերով։ Հայաստանյան օրենսդրությունը եվրոպական չափանիշներին հասցնելու աշխատանքները խորհրդանական վեաժողովի մոնիտորինգի խմբի կողմից պարբերաբար գնահատվում էր որպես առաջխաղացում։ Նախագահի ընդդիմության ճակերտների մեջ հիմնական թեկնածու հաճախորդները հայտնի էին, նրանց գնացուցակը սակարկված, համաձայնեցված էր, գործելավոճը փորձարկված։ Մի խոսքով, ռեժիմի թեկնածուի ճանապարհը մինչև Բաղձալի նախագահական նստավայր տեխնիկայի հարց էր, հարթեր ու կանաչ։ Ճիշտ է, պարտված թեկնածու հաճախորդները ըստ նախնական պայմանավորվածության հրապարակավ ձևական ընդվզելու էին, համակիրների 1-2 հանրահավաքում ընդդիմադիր չափավոր ելույթներ էին ունենալու, ընտրությունները կեղծողներին պատասխանատվության կանչելու կոչեր էին անելու, չէր բացառվում նաև սահմանական դատարան հասնելը։ Դե պետք է անենք, բամեր ընտրազանգվածին ինչ պիտի պատասխանենք, հետո պիտի ասեին իշխանությունների հետ ստվերային հանդիպումներում, իսկ սեփական համակիրներին, թե ամեն ինչի գնացինք, էլ ատյան ու դատարան չթողինք, էլ ինչ կարող ենք անել։ Իրականում կուլիսների ետևում ընթացող աճուրդում փորձելու էին բարձրացնել իրենց սակարկված համաձայնեցված մեկնարկային գինը մատուցվող առանցին ծառայությունների դիմաց հատուկ գնացուցակով վարձատրվելու պայմանով։ Եվ ամենայն հավանականությամբ այդպես էլ ամեն ինչ ավարտվելու էր։ Ռեժիմի պարագլուխներն ու նրանց մանկլավիկները լիուլի վայելելու էին գնված հաղթանակի արդյունքները, կեղծ ազգայնականներն, նժդեհացվածներն ու բարգավաճվածները շարունակելու էին նոր թափով հարստահարել ու թալանել երկիրն ու նրա հարստությունները, բազմապատիկ վերադարձնելով ընտրարշավում ստիպողաբար զոհաբերած միլիոնները։ Հաճախորդ քաղաքական առաջնորդները նոր բնակարաններ, մեքենաներ, գրասենյակներ կգնեին, գրքեր ու ծրագրեր կգրեին երկիրը քաղաքական ու տնտեսական ճգնաժամից հանելու մասին ու դրանք կբաժանեին արտաքնոցի թղթի սղությունից տառապող գյուղական բնակչությանը։ Շարունակելու էին դյուրահավատ ընտրողներին խաբել, օրինաց երկիր կառուցելու իրենց վճռականությամբ, խոստանալու խաբելու էին վերադարձնել ԽՍՀՄ բանկերում ավանդներ ունեցողների խնայողությունները, պատճառաբանելով, թե մեծամասնություն չեն կազմում խորհրդարանում ու կառավարությունում, այ ուրիշ, եթե ամբողջ պարլամենտն ու կառավարությունը իրենցը լինի։ Հեռուստատեսությունից համառորեն ամեն օր տուն սողոսկող գողական բան ասածը ազգային բարեգործի կոչման դիմաց կշարունակեր հումանիտար դեղամիջոցներ ու հեռուստացույց բաժանել իր բաղաձայն երգով,
անտաղանդ զմբրուխտներով ու ադամանդներով բռնաբարել հայ երկն ու երաժշտությունը։ Ոչ մի թիզող, թշնամուն, հայրենանվեր ուժի առաջնորդները նորից կկանգնեին երկընտրանքի առաջ, համակերպվել ընտրախախտումների ու կեղծիքների հետ, ստանալ կրթության ու գիտության իրենց բաժինը, թե դառնալ ընդդիմություն, լուծումը հերթական անգամ հետաձգելով մինչև հաջորդ ընտրություններ։ Ընտրություններից ու արդարությունից եւս մեկ անգամ հիասթափված հայը ձեռքը կվերցներ պանդուխտի ցուպը, դատարկելով մեր գյուղերն ու բնակավայրերը, կհեռանար հայրենի եզերքից կառուցելու ու շենացնելու օտարի տունն ու երկիրը, բայց դեռ 2007 թվի աշուններ։ Երրորդ, նախընտրական պետական ահաբեկչություն ու ելակետային ստարտային բացարձակ անհավասար պայմաններ։ Տասնամյա լռության ուխտը խախտած ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը Հայաստանի Հանրապետության անկախության օրը սեպտեմբերի 21-ին հանդես եկավ իր հայտնի ելույթով պետության հիմնադրի իրավունքով եւ միայն Լևոն Տեր-Պետրոսյան պետական ու քաղաքական գործին հատուկ խորաթափանցությամբ համակողմանի վերլուծության ու գնահատականի արժանացրեց նախորդ 10 տարիների ընթացքում հանրապետությունում ձևավորված պետական կառավարման խանական, կլանային, մինչև ուղնուցուցը կոռումպացված, ավազակապետական, տնտեսության, օլիգարխիկ, բացառապես մենաշնորհային արտոնությունների, երկրի ընդերքի ու բնական հարստությունների թալանի վրա հիմնված համակարգը արտաքին անհեռատես, վնասակար ու կորստաբեր քաղաքականություն է նաև Ղարաբաղյան հարցում։ Տրված վերլուծության գիտական խորությունը, դատողությունների ու եզրահանգումների անխոցելի տրամաբանությունը, հնչեցված բնորոշումների ու գնահատականների հստակությունն ու ճշգրտությունը, Լևոն Տեր-Պետրոսյանի վաղուց չլսված հայեցի գրագետ ու շիտակ խոսքը, երկրի ճակատագրով մտահոգ, իր հողին ու ջրին անմնացորդ նվիրված հայ մարդուն, վստահություն ու հավատ ներշնչեցին, թե դեռ ամեն ինչ կորսված չէ, եւ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կմտնի նախագահական պայքարի հրապարակ, եթե համոզվի, որ իր վերադարձը քաղաքականություն հասունացած է ու սպասված, երկրում ազատության, սահմանադրական կարգի ու ժողովրդավարության վերականգնումը այլևս անհետաձգելի պահանջ է ժողովրդական լայն շերտերի ու արմատական հիմնական ընդդիմադիր ուժերի համար։ Հետո առաջին նախագահի այս ելույթին պետք է հաջորդեին նրա այցերը հանրապետության մարզեր, շրջաններ, շփումները ժողովրդի շինականի ու բանվորի հետ, նրա խորհրդապահական հանդիպումները, քաղաքական կուսակցությունների ղեկավարների, նեղ շրջանակային քննարկումները, ապագա հնարավոր քաղաքական դաշինքի ներկայացուցիչների հետ, ունենալով միմիայն մեկ նպատակ՝ համոզվելու ու հաստատվելու իր ակտիվ քաղաքականություն վերադառնալու հնարավոր որոշման անհրաժեշտության ու անխուսափելիության մեջ։ Առաջին նախագահի քաղաքական գործունեություն վերադառնալու առաջին ազդանշան ելույթը անհամ երկնքում ճայթած ամպրոպի ազդեցություն գործեց հայաստանյան պետական քաղաքական շրջանակներում։ Իշխանությունը 10 տարի բռնազավթած ռեժիմին ու նրա խամաճիկ քաղաքական մանկլավիկներին գցելով հոգեկան կոլապսի մեջ։ Վարչախումբն ու նրա քաղաքական սպասարկումները քաջ գիտակցում էին, որ Լևոն Տեր-Պետրոսյան պետական ու քաղաքական այրի, գիտնական ու հրապարակային գործի հետ իշխանական թեկնածուի մրցակցությունը, նախընտրական բանավեճերն ու քննարկումները անպտուղ ու անօգուտ, վերջինիս համար նույնիսկ կործանարար ձեռնարկներ ու նախաձեռնություններ կլինեն։ Տեր-Պետրոսյանի առաջին քայլին իշխանական արձագանքը սպասեցնել չտվեց։ Նա փորձառու քաղաքական ու պետական գործիչ է, այդպիսի քայլի չի դիմի, կամ թե առաջին նախագահ առաջադրվելով կդադարի առաջին նախագահ լինելուց եւ կդառնա շարքային ընդդիմադիր։ Կարծես թե ՀՀ նախագահի թեկնածու պետք է առաջադրվեն բացառապես քաղաքական ու պետական փորձառություն իսպառ չունեցող անձիկ, կամ էլ շարքային ընդդիմադիր լինելը թերություն, արգահատելի հատկանիշ, ժողովրդի բառով ասած այբ է։ Ու որպեսզի ռեժիմի պարագլուխների ու խոսափողների զգուշացումները Լևոն Տեր-Պետրոսյանն ու նրա շուրջ ձևավորող քաղաքական համախոհների թիմը լուրջ ընդունեին, ընդդիմության արտոնված հերթական հանրահավաքի մասին օրենքով նախատեսված կարգով արդեն հոկտեմբերի 23-ին իրազեկող քաղաքական գործիչներին ու լրագրողներին Երևանի կենտրոնում հազարավոր քաղաքացիների աչքի առաջ հրահանգվեց ջարդ ու փշուր անել ու ձերբակալել։
հրապարակավ ցուցադրելով, թե թքած ունենք ցանկացած իրավունքի օրենքի վրա, լավ իմացեք ձեզ հետ այսպես ենք վարվելու։ Սակայն ինչքան էլ զարմանալի էր ու անսպասելի իշխանությունների համար, ոստիկանության ու հակտուկ ջոկատայինների գազանաբարո բռի առաջին գործողությունը որևէ արդյունք չունեցավ։ Լևոն Տեր-Պետրոսյանը անձամբ գիշերով այցելեց ոստիկանական բաժին, ուր պահվում էին իր համախոհները, եւ այնտեղից դուրս եկավ նրանց հետ միասին, ել ավելի ոգևորելով եւ համախմբելով իր թիմակիցներին։ Բայց առաջին նախագահի համախոհների ու աջակիցների նկատմամբ ապօրինի հալածանքների ու հետապնդումների հրահանգը արդեն տրված էր, եւ ավազակապետական պատժիչ թափանիվը կամաց արագություն էր հավաքում։ Սկսվել է շարժման ակտիվիստներին ու համակիրներին ոստիկանական բաժիններ ապօրինի բերման ենթարկելու, նրանց հետ զրույց սպառնալիքների, ֆիզիկական ծեծի ու հաշվեհարդարների, աշխատանքից նրանց ու հարազատներին ազատելու, ապօրինի քրեական պատասխանատվության ենթարկելու ու քաղաքական ահաբեկման այլ միջոցների ու ձևերի ողջ ներկապնակի գործադրումը։ Առաջին թիրախներից մեկը ընտրվել էր ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն ու նրա ընտանիքին պատկանող տնտեսական գործունեությունը, ով նման ֆինանսական կարողությունների տեր լինելով բավական չէ համարձակություն ու հանդգնություն էր ունեցել հրապարակավ արտահայտել իր քաղաքական կողմնորոշումները, այլև բացահայտ կանգնել ՀՀ առաջին նախագահի կողքին։ Լևոն Տեր-Պետրոսյանին ՀՀ նախագահի թեկնածու առաջադրվելու մտադրությունից հետ պահելուն միտված նրա համախոհների ու շարժման ակտիվիստների նկատմամբ վարչախմբի ձեռնարկած ոստիկանական հալածանքներն ու ապօրինի քրեական հետապնդումները ՀՀ առաջին նախագահին պարտադրեցին օրենքով նախատեսված պաշտոնեական առաջադրումից շատ ավելի վաղ հայտարարել ՀՀ նախագահի թեկնածու առաջադրվելու իր որոշման մասին։ Այդ օրվանից վարչախումբը քաղաքական մանիպուլյացիաներով, ընտրակեղծիքներով ու լցոնումներով, ընտրակաշառքներով, պարտադրված քվեարկություններով ու ահաբեկումներով իր վերարտադրվելու համեմատաբար թավշյա սցենարը փոխարինեց զավթած իշխանությունը ամեն գնով պահելու միջոցների մեջ խտրականություն չդնելու ծրագրով։ Ոչ միայն գործադիրի, ոստիկանության, հարկային, մաքսային, դատական ու դատախազության մարմինների, այլև ռեժիմի ազդեցության ու ֆինանսավորման տակ գտնվող բոլոր քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների, մասնագիտական, ստեղծագործական ու հայրենակցական միությունների, ծագումով ղարաբաղցիների ու կիրովաբադցիների, մարզային ֆեոդալների, տեղական քյոխվաների ու իշխանիկների, պետական ու տնտեսական օլիգարխների, արտերկրներին ու նրանց կազմակերպություններին պատկանող ձեռնարկատերերի, հայերի համաշխարհային ու տիեզերական միությունների նախագահների, բազմիցս օգտագործման համար նախատեսված մտավորականների, կեղծ սոցիոլոգների, իշխանությունների հետ համագործակցող քրեական տարրերի ու հանցագործների, նրանց ֆինանսական միջոցների մի յուրահատուկ համընդհանուր զորահավաք ստուգատես հայտարարվեց։ Վերը թվարկված գործոններից հատկապես մի քանիսին ու նախընտրական շրջանում նրանց ծավալած գործունեության հատուկ անդրադարձի ու պարզաբանման կարիք կա։ Ա. Անդրադարձների շարքը արժանին մատուցելու մղումով հարկ եմ համարում սկսել ՀՀ նախագահի կեղծ թեկնածու հաճախորդներից, որոնք կոչված լինելով իբրև իշխանության թեկնածուի այլընտրանք, պաշտոնական քարոզչության մեկնարկից դեռևս շատ առաջ միակամ ու միամուր լծվել էին ՀՀ առաջին նախագահին, նրա պաշտոնավարման տարիներն ու գործունեությունը փննովելու, սևացնելու գործին ինքնաբերաբար իրենց մատնելով, որ վերջիններիս քաղաքական հիմնական հակառակորդը ՀՀ առաջին նախագահն է, ոչ թե ռեժիմի թեկնածուն։ Այդ նպատակով անվճար նրանց անսահմանափակ տրամադրության տակ էին դրված հանրային կոչվող հեռուստատեսությունն ու ռադիոն, մասնավոր բոլոր հեռուստաընկերությունները, իշխանական ողջ մամուլը, քարոզչության ու տեղեկատվության մնացած բոլոր միջոցները։ Դեռ հետո իրենց այդ ծախու պահվածքի կուսակիցներին ու համակիրներին մոլորեցնելու ու խաբելու, նրանց վստահությունն ու քվեն բացահայտ վաճառքի հանելու դիմաց պետք է արժանանային իրենց կուսակցականների ու ժողովրդի դավաճան ու քաղաքական դիակ կոչվելու խարանին։ Բ. Եթե քաղաքականությունը աշխարհի մեծերը համատել են անբարո կնոջ հինավուրց մասնագիտության հետ եւ դրանով զբաղվող անհատներին կարելի է պիտակավորել սրտի ուզածի պես, ապա նույնը չի կարելի ասել մտավորական մարդու
իմ սերնդակից ու ավելի երիտասարդների պատկերացումներում ձևավորված, արմատավորված, նրանց ոգեղեն, ազնիվ ու շիտակ, ինքնազոհ կերպարի մասին։ Մինչդեռ հայ մտավորականի պատիվն ու արժանապատվությունը մրցանակակրի, վաստակավորի, կոչման ու մի քանի արծաթի հետ փոխարինած գրականության ու արվեստի, գիտության ու կրթության, երգի ու երաժշտության մեր մեդալասեր, ուշքանշանասեր համաքաղաքացիները արևելքի արքունի սազանդարների նման գիշեր ու զոր իշխանական թեկնածուի գոփն էին անում առիթով ու առանց, տեղի ու անտեղի, տափակ ու անհամ, մեծի մասամբ, դպրոցներից, բուհերից, պետական հիմնարկ, հաստատություններից, մարզպետարաններից, թաղապետարաններից, ստիպողաբար փողոցներ, հրապարակներ, քշված բերվածների ու հերթապատ տատիկ պատպիկներից կազմած լսարանների առաջ։